Ամեն առավոտ Արևշատ համայնքում այսպիսի մեքենաներով աղբավայր են տանում նեխած կարտոֆիլները։ Գյուղմթերքների իրացման վտանգ համայնքում կանխատեսել էին, սակայն մշակման որոշում կայացրել էին, վստահելով գյուղնախարարի այն խոսքերին, որ այս տարի մարզերում իրացման խնդիր չեն ունենա, քանի որ նախարարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել մի շարք արտահանողների հետ։ Գյուղում կա մեծ քանակությամբ եւ կարտոշկա եւ գազար, հարց բարձրացել ենք մարզբերի եւ կառավարության մագարտակող դերսից ապրանք են ներկրում, որ մեր տեղի ապրանքը տեղն է մնացել լրիվ փճանում է։ Պետական հովանավորություն չկա, այսինքն որ աշուն ասեն դու ես կամ բերք ունես, դուրմ ես։ Իշխանությունները գյուղմթերքի իրացման իրենց խոստումները Շիրակի մարզում չիրականացրին, գյուղացիներն էլ սկսեցին կարտոֆիլի ընտրովի մասը վաճառել 40-ից 50 դրամով, մնացածը օգտագործել որպես անասնակեր։ Եղան նաև այնպիսիք, ովքեր իրացման խնդիրը կանխատեսելով բերքահավաք ընդհանրապես չկազմակերպեցին։ Ինչի մեր ապրանքը չեն թողում արտահանենք, բայց Թուրքիայի ապրանքը ներմուծում են։ Հողի հարգը չտանք, պետությունը կսե իրավունք չունի չտալու, բայց պետք է եկամուտ ունեն։ Սաշա Արեստակեսյանը ունի 4 տոննա չիրացված կարտոֆիլ, 1 կիլոգրամ սերմը գնել է 600 դրամով, վճարել է գյուղտեխնիկայի դիզվառելիքի համար, ժամանակին ոռոգել մշակել է հողը, իսկ այսօր պատմում է. 10-15 տոննա կարտոֆիլ ունի, պատվալցել եմ։ Ես ինչով պետք է ապրեմ, գյուղացի եմ։ Հիմա ինչ ռիսկով նորին ցես փարատամ, կարտոշկա առիմ ցանեմ։ Գյուղացիությանը օգտագործում է որպես իրան մինաքսնում ապահովելու։ Էժաներն է, ավելի էժաներն է, բայց մեզ էլ դեռնցուկ չեղնում։ Մենք ամենը 10 տոն ապրանք կապում ենք։ Պետական աջակցության շատ ծրագրեր գյուղերում չեն իրականացվում, իշխանությունները դա բացատրում են պետական միջոցների անբավարարությամբ։ Տարեց գյուղացիներն էլ խնայելու իրենց տարբերակն են առաջարկում։ 130 պատկամավորը, որ 600,000-ով Իլ պետությանը փող կմնա, զուտ իրանց ջեբերն է։ Պարուր Հարիյանին միլիարդներով փողը տվեց իր խրճիտ բուժման։ Եթե գնցի պետք է դու գիրարեք ուզեմ իմ հաշվին։ Գյուղացիներն անմասն չեն նաև քաղաքական իրադարձություններից, ամեն առավոտ հավաքվում են նույն տեղում ու քննարկում անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները։ Որպես կանոն զրույցն ավարտվում է վիճաբանությամբ, դիրքորոշումներն են տարբեր։ Ես 4 հատ տղա ունիմ, երկուսը հնչած են, երկուսը դաշնած են։ Էնի գնդոր կողմն է, տուն ու տեղով զարգեմ են իրար։ Զուտ իրան ձեռն է, Սերժի, զուտ, ինչը սավ իրան ձեռն է, վերջ, վատ խոսած ջուլ են գա։ 3 միլիոն բնակչություն չունես երկու թակավորը դուն չես պահեմ։ Լավ ձեռը դրա վրա են ու երտմվավ, իրան երտումը կկադար է, չի կադար է։ Անկախ քաղաքական գործընթացների նկատմամբ ունեցած տեսակետներից մի հարցում գյուղացիները համակարծիք են, թող աշխատեն արտար, բարեխիղճ եւ սահմանադրությանը համապատասխան, իսկ թե այդ դեպքում ով կղեկավարի պետությունը վերջիններից քիչ է հետաքրքրում։ Նայրան Աբանդյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։